Բանտային խիստ պայմաններում 11 ամիս անընդմեջ բակունցը ենթարկվում է կտանքների։ Արդարացման բոլոր ճիգերն ապարդյուն էին անցնում, իսկ հուզիչ նամակները մնում անպատասխան։ Գրողը հուսադրվում էր, որ իրեն ոչ թե կգնդակահարեն, այլ կաքսորեն, եւ խնդրում էր, որ իրեն ոչ թե օտարություն տարագրեն, այլ Հայաստանի հեռավոր մի շրջան, որ նա կարողանա ստեղծագործել ժողովրդի ներսից, ժողովրդի հոգու լեզվով, նրա հոգու կարոտի ջերմությամբ։ Հոգեկան սոսկալի մաքարումներն ապարդյուն անցան, դիմելով որդուն, ով ներկա էր բանտային վերջին տեսակցությանը, բակունցն ասաց. «Դու շատ կամաչես, եթե քո հորը Երևանի փողոցներով տանեն դատարան»։ «Ոչ հայրիկ», պատասխանեց որդին։ «Ճիշտ է զավակս, դու մի ամաչիր քո հոր համար, հիշիր, հայրդ այնպիսի բան չի արել, որի համար կյանքում պետք է կարմրես»։ Եթե հավանեցիք տեսանյութը, չմոռանաք թողնել մեկնաբանություն։